Հիմա ձեր բերած նախագիծը, որը որ դուք բերում եք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցների իրավունքի գերակայության վերաբերյալ 2004 թիվ, ստույգ ասում է, կառավարությունները, խորհրդարանները չպետք է օգտագործեն օրենքը որպես քաղաքական գործիք իրավիճակ իրենց օգտին շտկելու համար։ Դուք բոյկոտը, քաղաքացիական, սահմանադրական իրավունքի իրականացումը հիմա փակում եք նոր օրենքով, սա խախտում է։ Եվս մեկ, երկուս նույնիսկ ասեմ, Վենետիկի հանձնաժողովի նախադեպային կարծիքները, Ուկրաինա, Ալբանիա, 2016 թիվ, 2007 թիվ։ Կարդացեմ, գուցե չգիտեք ժողովուրդ ջան, իմացեք, որ այդպես չանեք, նայեք։ Վենետիկի հանձնաժողովը պարբերաբար ընդգծում է, որ օրենքները չպետք է լինեն ուղղված կոնկրետ դեպքերի լուծմանը։ Օրենսդրական փոփոխությունները, որոնք կարող են նպաստել իշխանության կամ քաղաքական ուժի շահերին, գնահատվում են որպես ոչ ժողովրդավարական։ Հիշում եք, չէ՞, դուք ժողովրդավար իշխանություն եք։ Սա ժողովրդավար չէ։ Ու պետք չէ այնպես ստեղծել երեկվա ձեր գործավարականին, որ դուք ասում եք բոյկոտը տանում են սես, բոյկոտը տանում են դենց, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ով մոտենում են ինձ ամեն օր Երևանի փողոցներում եւ ասում են, որ չեն վճարում եւ բոյկոտում են։ Ես ձեր ցավը տանեմ, լավ եք անում։ Եթե Ավինյանը ասում է 25-30% կա բոյկոտ, նշանակում է 50% կա բոյկոտ։ Ու մի տարի է մնացել, բոլորս միասին պայքարելու ենք եւ դիմանալու ենք։ Լավ, լրություն, պարոն Հակոբյան, ես կարծում եմ բավարար չափով թույլ տվեցի, որ դուք տարբեր զեկույցներից եւ որոշումներից մեջբերումներ անեք։